Ապրիլի 11-ին Թբիլիսիում մեկնարկած ծանրամարտի Եվրոպայի առաջնությունում Հայաստանը 7 տղամարդ եւ 3 կին ծանրորդ է ներկայացնում։ Ստուգատեսի առաջին օրը մեր ծանրորդներից մրցահարթակ դուրս եկավ 56 կիլոգրամ քաշային Սմբատ Մարգարյանը։ Մեր թեթև քաշային ծանրորդը պոկուն վարժությունում իր կամքին ենթարկեց 113 կիլոգրամանոց ծանրաձողը եւ առաջին վարժությունից հետո 4-րդ տեղը գրավեց։ Սմբատ Մարգարյանն ավելի ուժեղ է հրում վարժությունում։ Հայ ծանրորդը երկրորդ վարժությունում կարողացավ հետ բերել կորցրած կիլոգրամները։ Սմբատ Մարգարյանը հրում վարժությունում եւ երկամարտում շատ մոտ էր ոսկե մեդալին, սակայն 22-ամյա ծանրորդն այս անգամ էլ երկրորդ տեղը զբաղեցրեց։ Սմբատ Մարգարյանը հրում վարժությունում գլխավերևում պահելով 146 կիլոգրամանոց ծանրաձողը փոքր արծաթե մեդալի արժանացավ։ Երկամարտի 259 կիլոգրամ արդյունքով մեր ծանրորդը պատվո հարթակի երկրորդ աշճանին կանգնեց։ Սմբատը Եվրոպայի չեմպիոն հռչակված մոլդովացի Օլեգ Սիրիգից 5 կիլոգրամով հետ մնաց։ Կարելի ասել այդպիսի հույս կար Եվրոպայի չեմպիոնության, որովհետև 2010-ին էլ 2014-ին էլ մեդալն էլ եղել է մեծահասակների պայքարից, երկրորդ մրցանակ, երրորդ մրցանակ, այս անգամ ճիշտ է ակնկալիքները մեծ էին, որ ոսկի պետք է լինի, բայց ցավոք սրտի այս անգամ էլ չստացվեց, բայց կաշխատենք մյուս անգամ ավելի արդյունքը բարելավել եւ հստակ հաղթանակ տանել։ Հիշեցնենք, որ 2010 թվականին Սմբատ Մարգարյանը Եվրոպայի առաջնությունում դարձյալ երկրորդ տեղն էր զբաղեցրել, իսկ 2014 թվականի Եվրոպայի առաջնությունից հայրենիք էր վերադարձել բրոնզե մեդալով։ Հերթը ոսկունն է։ Կարո Պողոսյան, Էպիկենտրոն, Թբիլիսի։